Արդեն նամակ գրել եք Ձմեռ պապիկին, չէ՞։ Դե եկեք պատմեմ, թե ում ենք նամակ գրում ամանորյա նվերների համար։ Ամանորի գիշերը տարվա ընթացքում իրենց լավ դրսևորած բալիկներին նվերներ բերող Սանտա Կլաուսի կամ Սուրբ Նիկողայոսի մասին պատումները գալիս են դեռևս մեր թվարկության 3-րդ տարից։ Սանտա Կլաուսի կերպարը ձևավորվել է Սուրբ Նիկողայոս անունով մի վանականի մասին պատմություններից։ Ենթադրվում է, որ Նիկողայոսը ծնվել է մոտավորապես 280 թվականին Պատարայում։ Ըստ լեգենդներից մեկի, նա իր ողջ հարստությունը նվիրել է կարիքավորներին եւ շրջել գյուղերով, որպեսզի օգնի աղքատներին եւ հիվանդներին։ Տարիների ընթացքում կատարած բարի գործերի եւ գթասրտության համար Նիկողայոսին ընդունում են որպես երեխաների եւ նավաստիների հովանավոր սուրբ։ Սուրբ Նիկողայոսի տոնն ավանդաբար նշվել է նրա մահվան տարելիցին, դեկտեմբերի 6-ին։ Սա համարվում էր լավոր խոշոր գնումներ կատարելու կամ ամուսնանալու համար։ Այդ օրվա երեկոյին ընդունված էր Սուրբ Նիկողայոսի անունից նվերներ տալ երեխաներին։ Քանի որ բողոքական եկեղեցին դեմ էր սրբերի պաշտամունքին, Մարտին Լյութերը երեխաների ուշադրությունը Քրիստոսի վրա կենտրոնացնելու նպատակով սկսեց երեխաներին նվերներ տալ Քրիստոսի անունից։ Սակայն մարդկանց համար Նիկողայոսը շարունակում էր ընդունվել բարիքի ու նվերների առատաձեռն հովանավոր։ Իսկ ժամանակակից Սանտայի կերպարը ծագել է Միացյալ Նահանգներում 19-րդ դարում հոլանդացի գաղութարարների շնորհիվ։ Հոլանդացի գաղութարարները 17-րդ դարում հասնելով Նոր Ամստերդամ կամ ավելի հայտնի Նյու Յորք քաղաքը տարածեցին Սուրբ Նիկողայոսի մասին լեգենդները։ Սա հիմք դարձավ, որպեսզի մի ամերիկացի անհայտ հեղինակ 1823 թվականին գրեր հայտնի Սուրբ Նիկողայոսի այցը պոեմը, որը պատմում է, թե ինչպես Սուրբ Նիկողայոսը Սուրբ Ծննդի աննախորեին թռչող եղջերուների կողմից քաշվող սահնակով ժամանեց այդ անհայտ հեղինակի տուն։ Այս պոեմը հետագայում տարբեր նկարազարդումներով ու հատկապես հեռուստատեսության միջոցով բոլորիս մոտ հիմք դրեց նոր տարին հենց այդ Սանտայի հետ ասոցացնելուն։ Իսկ հայկական ժողովրդական մշակույթի մեջ Ձմեռ պապին անվանում էին Կաղանդ պապ, որի կերպարը ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում եւ վերաիմաստավորվել է քրիստոնեության ընդունումով։ Կաղանդ բառը ծագում է լատիներեն կալինդա բառից, որը նշանակում է ամսվա կամ տարվա սկիզբ։ Հայկական մշակույթում Կաղանդ պապը սկզբնական շրջանում նվերներ բաժանող կերպար չի եղել, ինչպես ժամանակակից Ձմեռ պապն է։ Նա ավելի շուտ խորհրդանշել է տարվա փոփոխությունը, բարեբերությունը, ընտանիքի բարեկեցությունը եւ համայնքային համախմբումը։ Կաղանդի օրերին ընդունված էին փոխայցելությունները, բարեմաղթանքները, երգերը եւ տան օրհնության արարողությունները, որոնք նպատակ ունեին ապահովել նոր տարվա հաջող ընթացքը։ Քրիստոնեության ընդունումից հետո Կաղանդի տոնական համակարգը մասամբ հարմարեցվեց եկեղեցական օրացույցի հետ, սակայն ժողովրդական ծեսերը շարունակեցին պահպանվել, ստանալով նոր բովանդակություն։ Ժամանակի ընթացքում, հատկապես 19-ից 20-րդ դարերում, եվրոպական եւ ռուսական մշակույթների ազդեցության արդյունքում Կաղանդ պապի կերպարը աստիճանաբար սկսեց նմանեցվել Ձմեռ պապին կամ Սանտա Կլաուսին։ Իսկ Ռենեսանսը սիրով շնորհավորում է բոլորիդ ամանորն ու Սուրբ Ծնունդը, թող գալիք տարին հաջողության, ներդաշնակության ու օրհնությամբ լի տարի լինի։